Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք տեր Արմեն։ Աստվածորդն է, այս անգամ սահմանը չես անցնում Ժիրայր ջան, այս անգամ ծեր մոդ եմ, շատ մոդ եմ։ Հա, այո, շատ մոտ եք այս անգամ։ Նախ սկսենք եկեղեցու մայրաթոռում տեղի ունեցած հավաքից 10 եպիսկոպոսները փոխանցեցին իրենց նամակ պահանջը Կտրիչ Ներսիսյանի հեռացման մասով դուք եւս այնտեղ ներկա եք։ Մարդիկ էին հավաքվել հակառակ կողմում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, որոնք ի դեպ կոչ էին արել իրենց համակիրներին եւ նաեւ իրենք որոշակիորեն նաև քաղաքական ֆիասկո ապրեցին, էլի, տեսնելով թե որքան մարդ է եկել եւ առհասարակ նաև սա լավ ցուցիչ էր, որ տարբեր հարցումներով եկեղեցին ունի 90% աջակցություն հանրության շրջանում, բայց դա Կտրիչ Ներսիսյանի աջակցության ցուցանիշը չէ, ինչպես այդ քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել եւ դրա վառ ապացույցը նախորդ այդ հավաքներ։ Նախ կխնդրեմ այդ հավաքին անդրադառնալ։ Ի վերջո ինչ տվեց այդ հավաքը։ Նայեցեք, մի բան է ինձ զարմացնում Ժիրայր ջան, որ մինչև վերջ այս մարդիկ, այսինքն Գդրիչ եւ նրա համագիրները, ասենք սուպորտերները, մինչև վերջ բողոքում են, որ պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցական ներքին գործերի։ Լավ, հիմա մենք երեք ինչ որ տեսանք, մենք տեսանք, որ լավ պետությունը չէ, բայց այնտեղ գուսակցական ուժեր կան, որոնք էլի ներկայացնում են քաղաքական դաշտը, թեկուզ եւ այսօր պաշտոնի չեն, բայց իրենք քաղաքական կորզիչներ են, որոնք եկել էին, որբեսի խառնվեն եկեղեցու ներքին կյանքին եւ որբեսի սուպորտ անեն կամ օժանդակեն Գդրիչը։ Բայց նրանից ավելի զարմանալին այն է, որ այդ քաղաքական ուժերը իրենք չէին, որ իրենք եկել էին գամավոր։ Ես կարծում եմ, դա խնդրվել էր Գդրիչից, որբեսի այդ մարդիկ կան եւ իրան սուպորտ անեն։ Այսինքն երեկվա այդ դեպքից հետո ես կարծում եմ այլևս ամոթ է ասելը, որ քաղաքական դաշտը իրավունք չունի միջամուխ լինելու եկեղեցական ներքին կյանքի մեջ, որովհետև այդ քաղաքական ուժերը, որոնք ինտիմատիվ ուժերն են, մխրճվել են ուղղակի եկեղեցական կյանքի մեջ եւ կարծում եմ այսօր խորհուրդ տվողները Գդրիչին իրենք են, որովհետև վերջինը Գդրիչը իրենց վերջին քարտն է։ Եթե այդ քարտն էլ գործընծնեն, իրենք որևէ մեկ կետրոն չեն ունենալու, որ իրենց համախմբի եւ իրենց ասենք ընդդիմությունը զորացնի կամ հավաքայի ընտրությունների համար իրենք ցայն ունենան։ Սա մեկ։ Ինչ որ վերաբերում է երեկվա հանդիպմանը, այո, հանդիպման նպատակը այն էր, որ իրենք նամակ պիտի տային, եւ դա վերջին գդրուկ եւ լուրջ նամակն էր, որ ինքը պետք է հրաժարի։ Մինչեւ հիմա իրենք ուղիղ եթերներով, հանդիպումներով ասում էին հայրապար, որդիապար, որ ինքը պետք է հրաժարվի եւ այլն, բայց իրենց երեկվա ներկայությունը կարծեք թե պաշտոնական քրություն էր եւ վճռական էր այս եպիսկոպոսների կողմից, որ ինքը պետք է հրաժարվի եւ գնա։ Հիմա սա ինչքան գտնվի, ինչքանով Գդրիչը կհամաձայնվի, ես ինչ որ տեսնում եմ, այս մարդը այս ցևով չի գնալու, միակ ելքը լինելու է, որ մեր պետությունը ընտարաչելով այս 10 եպիսկոպոսների կոչին, որոնք դա օրինական ցևով նաև եթե առնենք եկեղեցական իմաստով 5 կամ 7 եպիսկոպոս կարող են նույնիսկ նոր կաթողիկոս օծել։ Եվ այս բարակային 10 եպիսկոպոսը հավաքված եւ պահանջում է, եւ այդքան ժողովուրդ հավաքված է, պահանջում է իր ուրեմն հրաժարականը, ինքը ստիպված է ենթարկվի։ Եվ եթե չենթարկվի, մենք, այսինքն այս 10 եպիսկոպոսները այն ժամանակ կարծում եմ, որ պիտի մտնեն օրինավոր դաշտ, օրինական դաշտ, եւ պիտի խնդրեն պետութենեն, որ բռնազավթված գահը ազատագրեն Գդրիչ Ներսիսյանից եւ այն ժամանակ պետությունը հիմք կունենա նրա վրա հիմնվելով, այդ բանջին հիմնվելով Գդրիչը անդեղից դուրս հանել։ Երեկվա ուրեմն այդ հանդիպումը սեմ կամ այդ հավաքը շատ ցավալի էր, այսին ցավալի էր այն իմաստով, որ ես խղճում եմ ուղղակի այդ մարդուն։ Ես էլի եմ ասում, ես չգիտեմ այդ մարդուն ընդեղ բահողը ինչ է։ Ես չեմ կարծում, որ աշխարհի կանցերը կարող են փոխարինել մարդու բադիվը։ Այսինքն, եթե մարդը մի քիչ բադիվի գիտակցություն ունենա, ինքը ընդեղ մի րոպե չի մնա,
Ուրեմն հարցը դեռ ես կարծում եմ ոչ թե նյութական է, ոչ թե փարոյական, որովհետև եղածը եղել է։ Հիմա ասում են մի ժողովրդական հարած գա հարցնում են մի մարդուն, ասում է քո հայրը ոնց մարտիրոսացավ։ Արդյոք ցույու վրա էր կամ թաշտի բادرազմի մեջ էր, ինչ էր, ոտի վրա էր։ Հիմա ասում եմ մերավ իմ հայրը, ցիավոր լինի, թե թաշտի մեջ լինի, մեկա մերել է։ Այսինքն հիմա միևնույն բարական է, որ ինքը վերջացել է եւ ինքը գիտե որ վերջացել է, բայց անով անտեր չի ուզում գնալ եւ իրեն գաբող այնտեղ հիմա ես մնում այնց համար միայն մեկ վերլուծություն, մեկ պատճառ կարող է լինել, որ այս մարդը հրահանգված մարդ է։ Եվ ոչ թե միայն ինքը, ես կարծում եմ նույնիսկ այն եպիսկոպոսները, հոգևորականները, որոնք հիմա իրա կողքին են, իրանք նույնպես յունտարգված են միևնույն հրամանին, Որտեղ։ որովհետև այս չգիտեմ որտեղ է Ջիրար ջան, բայց երևի մի խորը պետությունն է կամ Ռուսաստանն է կամ ինչն է, ես չգիտեմ, բայց ես չեմ կարծում, որ արժանապատվություն ունեցող մարդ եւ խոսքս ոչ թե միայն գդրիչին, այլ նաեւ իր շրջանագին, որ իրենք sense հբարտ գայլում էին իր այդ մարդիկ եթե արժանապատվություն են, այ մարդ դուք հետևում եք մի մարդուն, սադարում եք մի մարդուն, որը գործրել է բարոյական եւ մարդկային բոլոր արժեքները։ Դա նշանակում է, որ դուք այդ որակից եք շատ կներեք, մենք ձեզ շատ ժամանակ տվեցինք, շատ խնդրեցինք, շատ աղաչեցինք, բայց ըստ երևույթին դուք գարչած եք այս մարդու պաշտամունքից։ Եթե սա է ձեր աստվածը, ուրեմն դուք անիծված եք, դուք անեծքի դագ եք, այնպես որ ուրիշ ասելիք ես չեմ գտնում Ժիրայր ջան, ցավալի է։ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց պաշտոնական փաստաթուղթ հարցմանն ի պատասխան, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը Եզրասը հավաքագրված է եղել ԿԳԲ-ի կողմից եւ նրա ծածկանունը եղել է Կամո ու ազգային անվտանգության ծառայությունը նշեց, որ մինչև այսօր նա կապեր է պահում օտար պետության հատուկ ծառայությունների հետ եւ դա դիտարկեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող որպես խնդիր։ Սա մեկ իդեպ դրան արձագանքել էր Սերժ Սարգսյանը, բաց թողնելով այն հատվածը, որ մինչև հիմա ըստ ԱԱԾ-ի Եզրասը կապեր է պահում օտար պետության հատուկ ծառայությունների հետ եւ սպառնալիք է դիտարկվում ԱԱԾ-ի կողմից Հայաստանի ազգային անվտանգությանը, բաց թողնելով այդ մասը Սերժ Սարգսյանն ասում էր, բայց ինչ խնդիր կա, ԽՍՀՄ ԿԳԲ-ի գործակալ է եղել միութենական պետության, որի մաս է եղել Հայաստանը, գուցե հենց Հայաստանի շահերի համար է այդ մարդը աշխատել, ինչ մի իրար եք խառնվել, հա։ Խնդիր չկա, մենք ոչ մի խնդիր այլևս չենք տեսնում։ Առաջ խնդիր էինք տեսնում, եթե իմանայինք, որ Գուսագրոնը խախտել է իր ուխտը, սա մեծ խնդիր էր մեզ համար, նա շրջանցեցինք, հետո խնդիր էինք տեսնում, եւ որ Գուսագրոնը ոչ թե միայն խախտած է իր գուսագրոնության ուխտը, այլև միասերական է, դա էլ ոնց որ այլևս խնդիր չէ։ Խնդիր չէ, որ գուսակցության անդամ է եւ գուսակցություն է գազմում եւ պետականության թեմ է ելնում, այն էլ այլևս խնդիր չէ։ ԿԳԲ է եղել կամ ԿԳԲ է կամ ինչ է, այն էլ խնդիր չէ։ Այսինքն ըստ երևույթին այս մարդկանց համար այս նորմերը բոլորը գործընծուցած են իրենց արժեքները եւ այս մարդիկը ոչ մի բանի մեջ խնդիր չեն գտնում։ Չէ, երևի մենք ենք սխալ, Ժիրայր ջան։ Երևի մենք ենք սխալ։ Երևի մենք փոքրամասնությունն ենք, մենք սխալ ենք հասկացել, ես փաստորեն 30 տարվա կամ 35 տարվա իմ կահանայության մեջ ես սխալ եմ հասկացել, որ ես իրավունք ունեի քողանալու, ես իրավունք ունեի իմ դիրքը շահագործելու, ես իրավունք ունեի իմ ընտանիքս դավաճանելու, ես իրավունք եւ կարող եմ այս բոլորը թվարկել, բայց դա չեմ արել եւ ինձ նման փոքրամասնություններն են միայն որ չեն արել, դա նշանակում է որ մենք ենք սխալ, այսինքն եթե մեծամասնությունը այդ ուղղությամբ է գնում եւ մենք մնացել ենք փոքրամասնություն, ինչ ասեմ Ժիրայր ջան։ Ես ժամանակին ծառայել եմ Լիբանանում, ինչպես գիտեք, եւ ինձ շատ է առաջարկվել, որ ես երթում դամ կուսակցական երթում դամ դաշնակցության, այդ դարիքին ես հասկացել եմ, որ հոգևորականը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու,
Ավետարանը ստակ ասում է, ինչ որ գայսրին է դվեք գայսրին, ինչ որ Աստծուն է դվեք Աստծուն։ Ես ոնց կուսակցական դառնամ։ Ես ոնց երթում անեմ զենքի վրա, ինչ որ երթում անում եմ։ Ես իմ երթում, նախ ես իրավունք չունեմ երթում անելու։ Ես ուխտած եմ ծառայել Աստծո եւ եկեղեցու եւ ժողովրդին եւ վերջ։ Բայց այնուամենայնիվ էլի իրոք բավականին տարակոսել է իրավիճակը Կտրիչ Ներսիսյանը որևէ ձևով հետ դարձի ճանապարհներ կարծես թե չի թողնում նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողով հրավիրեց էլի դատապարտեցին հակաեկեղեցական գործողությունները անօրինական գործողությունները այն ինչ որ իրենց այն ահաբեկչությունների մեջ մեղադրվող իրենց բարերով սրբազանների դեմ եւ տարբեր եկեղեցականների դեմ կոչ արեցին 10 եպիսկոպոսներին այդ խորոտ ճանապարհից վերադառնալ կանոնական դաշտ, չգիտեմ ինչեր, իդեպ այդ եպիսկոպոսների մի քանիսը, որոնք այդ հոգևոր խորհրդի անդամներ էին, նրանց այդտեղից զրկեց եւ այլն։ Հիմա մի այսպիսի հարց։ Ի վերջո կարող մենք բախվենք այնպիսի պատային իրավիճակի, որ Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ ի հայտ գան ոչ միայն իրենց բովանդակությամբ շոկային տեղեկություններ, այլ նաև տեղեկություններ, որոնք հստակ իրավական գնահատականի արժանի կլինեն եւ ի վերջո բանը հասնի նրան, որ Կտրիչ Ներսիսյանը մայրաթորից դուրս բերվի շղթայված։ Նախ առաջին բաժնին անդրադառնամ, որ ասեցիք, որ կանոնական եւ այլն Գերագույն ժողով խորհուրդը ժողովը արել, որոշումը արել եւ այլն։ Ախր ես չգիտեմ, այս մարդիկ մեզ էշի դեղ են դրել։ Ես չեմ հասկանում։ Ինչ Գերագույն խորհրդի մասին է խոսքը։ Կանոնական ձևով ասկային եկեղեցական ժողովը միակն է իրավասու ընդրելու Գերագույն հոգևոր խորհուրդ։ Եվ այդ ասկային եկեղեցական ժողով դեղի չի ունեցել իր քաղաքալությունից ի վեր։ Հիմա ով էր նշանակել այս Գերագույն հոգևոր խորհուրդը եւ հիմա ով է հանել այս եպիսկոպոսները այդ Գերագույնի մեջից եւ ով է ընդրել նոր Գերագույնի անդամ, այսին ամոթայելի կոնե հարկեք մեզ էլի։ Եթե ժողովուրդը չգիտի, եթե ժողովուրդը խաբար չի, ախր կոնե մեզ գիտուններից, որ մի քիչ գիտենք այս հարցերը, մեզ հարկեցեք, չկա ինչ հարկանքի մասին է խոսքը, ես չեմ հասկանում։ Այնպես որ դա աբորինի մարմին է։ Նրա որոշումները ոչ մեկ գոբեկ չարժեն, որովհետև աբորինի է, որովհետև ասկային եկեղեցական ժողովով հաստատված չէ։ Այնպես որ ինչ ուզում են թող որոշեն, ինչ ուզում են թող անեն, դա ոչ մեկ արժեք չունի։ Այսինքն ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, որ ասում եք, որ կարող է եւ հայտնվի սենց մի դեղ, որ ցերկը շղթայով է դարվի, այսինքն ես կարծում եմ, որ ինքը այլընտրանք չի թողնում, եւ ի վերջո պիտի կա մի բահ, որ բաժակը պիտի լցվի, համբերության բաժակը, եւ ինքը շղթայված դուրս պիտի դրվի, այսինքն ուրիշ ինչ տարբերակ կա, իրենք ոչ մի տարբերակ չթողեցին։ Հիմա ինչ բացահայտումներ պիտի լինեն, որ ավելի շոկային լինեն։ Ես անցել անգամ էլ քեզ ասեցի, չէ՞ Իրար ջան, ամեն անգամ ասում ենք, սա շոկային է, սրանից ավել չկա, բայց այնպիսի բաներ են ի հայտ գալիս, որ մենք միշտ մեզ անագնգալի են բերում եւ միշտ ավելի մենք շոկային վիճակի մեջ ենք գտնվում։ Եվ ես էլի եմ ասում, այս իրա չհրաժարվելու եւ չհեռանալու պատճառը երկու պատճառ կարող է լինել։ Կամ առաջին ինչ որ անդրադարձա, որ ինքը չի կարող, որովհետև հրաման չունի հրաժարվելու, ինչպես օրինակի համար Բաշար Ասադը մարդը չէր հրաժարվում։ Դեսնում էր իր ժողովուրդը սպանվում է իր աչքի առջև, չարտվում է, դուները փլվում են իրանց գլուխների վրա, եւ մարդը մենք տեսանք վերջերս վիդեոների հայտ եկան, որ ինքը այցելում էր այդ փլադակ դները, փլադակ քաղաքները եւ ծիծաղում էր։ Այսինքն ասում էր, հա լավ ա եղել։ Սենց այսպեսի վիդեոներ դուրս եկան։ Այսինքն հիմա այս մարդն էլ տեսնում է, որ եկեղեցին փլադակ դարձավ։ Տեսնում է, որ մարդկանց հոգիները փլադակ եղան։ Մարդիկ լքեցին եկեղեցին, մարդիկ հրաժարվում են հոգևորականներից, չեն ուզում հոգևորականի անուն լսել, եւ ինքը ծիծաղում ասում է, ինչ ուզում եք արեք,
ես իմ աթորին նստած եմ, իմ դեղը հանգիստ եմ, ձեր գլուխը բադին դվեք։ Իր աթորը գա, իր հարստությունը գա, իր շուրջը ծարայող մի քանի ստրուգներ ունի, որ երկրբակում են նրան, ինքը այդքանով բավարարված է։ Իր տարբասը փակ է, անձերը մխելի է գարձում, ախպեր, ինչ անձերը մխելի։ Այսինքն նույնիսկ մենք տեսնում ենք պատգամավորներից անձերը մխելիությունը քաշվեց եւ իրենք ենթարկվեցին դատական ատյանների։ Դու ինչ ես դու այդ անձերը մխելիությունը չունես, այդ անձերը մխելիությունը քեզ դվել էր քո ժողովուրդը, որովհետեւ քեզ հարգում էր, քեզ սիրում էր, քեզ պաշտպանում էր, դու քեզ ժողովրդին գուրացրել էիք, որբեսի ասեն սա Աստուծո օձիալն է, ցերկ մի դվեք, չենք ընդունում, ով որ Աստծո օձիալին ցերկ տա, պիտի պատժվի, պիտի անիծվի, մի մասը սենց, մյուս մասը քո քահանաները փորձել էին ժողովուրդը գուրացնել, այլ ցևով չի կարելի սենց, չի կարելի ինձ, բայց ի վերջո մենք ապրում ենք լուսավոր աշխարհի մեջ։ Իրանք չեն հասկանում այս գեդը։ Մենք լուսավոր աշխարհի մեջ ենք ապրում։ Մարդը չի կարող դրամապանել քո ասածը։ Ինչ օձիալ։ Օձիալը պիտի օծված գործեր ունենա, բայց օձիալը չի կարող իր ընտանեկան սրբությունները խախտել, եւ ես ասեմ օձիալը գնամ իր ցերը ոտը համբուրեմ։ Ժողովուրդը սա չի ընդունում։ Դե մի օր հել այդքան ասում է ժողովուրդը քեզ սիրում է, սադարում է, հել ընկի փողոցները, գնա մի օր բազարները, գնա խանութները, գնա սուպերմարկետները, ասա բարև ես ձեր գատոյգոստեմ, ոնց որ վարչապետը անում է։ Դու ընդեղ լողացած պիտի գաս դուքով։ Չես համարձակվում։ Այդ որ գնում է իր բոս խանութները հազարավոր դոլարներով գոշիկներ էին առնում։ Համարձակվի մի հատ գնա տեսնենք ընդեղ քեզ ոնց պիտի դիմավորեն։ Վերջը նրա համար էլ այս մարդը գրիայի նման մդել է իր ադունը, ասում է պետք է ազատենս, որ ապահով է ամեն ինչ, գլուխս դուրս կանեմ, պետք չէ ազատենը, ես իմ դունի մեջ բարպակված եմ, մեկը չի կարող ինձ փոդենալ, բայց մինչև երբ ի վերջո մեր համբերությունն էլ հադապել է, Ժիրայր ջան, ես չգիտեմ վարչապետի ինչ է մտածում, ինչ է ասում, ինչ է անում, բայց մենք սա առաջին անգամն է պիտի ասեմ մենք հիմա ես ինձ համար ամեն ինչը կասկածի տակ է դրվում, ամեն ինչ կա հարցման նշան կա իմ մոտ, այս վարչապետ քո ուզածը ինչ էր, սիրելի վարչապետ, մենք հավատում ենք քեզ, հավատում ենք քո անգեղծությանը, հավատում ենք, որ դու ուզում ես եկեղեցին մաքրել, չենք կասկածում քո ունեցած հավատքին, քո նվիրվածությանը, քո հավատքի, քո առաքելական եկեղեցու նկատմամբ եւ այլն, բայց բավե մենք 5-6 ամիս էս չենք գնում, էլ չենք գնում, այսինքն մեր դեղը չենք գտնում, իմանանք այս մարդը գա կամ չգա, մայրաթորը գա մնալու է բռնազավթված, թե չէ, եթե մնալու է բռնազավթված, որովհետեւ մենք էլ իմանանք մեր անելիքը, հավատանք, որ եղբայր սա է, սա Աստծոց դրված մեզի փորձություն է, մեզի բաժիշ է, մենք պիտի տանենք, մինչև որ մահանա, եւ պիտի աղոթենք, որ մահանա, ուրիշ ջար չի մնում, այսինքն սա բարձրապես խաղալիք դարձա, սա բարձրապես, այսինքն սրանից ավել եթե գնա, քեզ ասեմ Ժիրայր ջան, շատ կասկածներ են լինում, մինչև հիմա ես այլ կերպ եմ խոսում, բայց եթե ծնունդից հետո դու ինձ երի հրավիրես եթերի, ես դարբեր այլ ցեղով պիտի խոսեմ։ Սիրով կհրավիրեմ բնականաբար, միասին կհետևենք այս ընթացքին, շնորհակալ եմ Տեր Արմեն։ Ընկերներ, զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն էր։ Բաժանորդագրվեք ալիքին, իսկ օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում։